Հիմա դուք հմուտ ղեկավար եք, ասացիք այդ տարիներին չեք։ Ես կարծում եմ, որ այո։ Կթողեք ջանս մի քիչ էլ մենք հարց տանք, հա։ Մի հարց, խնդրում եմ ասեք, դուք անդադար ակնարկում եք, որ այս ընտրություններին դուք ընդ որում միակ տեխնացուն եք, որ ասում եք, եթե ինձ չեք հավանում, ձեր դուրը չեմ գալիս, մեկ ուրիշ ընդդիմադիրի, բայց երբեք ԿՊ-ի։ Դուք համարում եք, որ այս ընտրությունները հատկապես ԿՊ-ին հեռացնելու իշխանական տարբեր օղակներից հեռացնելու միջոց են, թե սրանք քաղաքային ընտրություններ են, քաղաքային կյանքը բարեկարգելու, որովհետև ժամանակին ասֆալտ թափելով, նստարաններ փոխելով էին մարդկանց փորձում դուր գալ, բայց ձեր Վարդան Ղուկասյանի հայտարարությունները դրանք շատ ավելի գլոբալ են, քաղաքական են եւ մի քիչ ավելի ուրիշ կոնտեքստներ ունեն։ Տեսեք, այս ընտրություններում հաղթանակի մասին երազում է անկեղծ, երազում է, ու այս հաղթանակը ամենաշատը պետք է իշխող ուժին, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր երկիրը հերթական օրհասական փուլում է գտնվում եւ շատ կարեւոր որոշումներ կայացնելու ժամանակահատվածում։ Կառավարության ղեկավարը, իշխող ուժի ղեկավարը մեր բոլորի անունից պատրաստվում է գնալ ու արդեն հայտարարել է, որ ինքը պատրաստ է ինչ-որ փաստաթղթերի տակ իր ստորագրությունը դնել։ Ոչ մեկ ես վստահ եմ, որ նույնիսկ Սարիկ Մինասյանը ծանոթ չի, որը շատ ավելի արագ դարձավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ջատագով, քան 7 տարի առաջ այդ մարդու հետ քայլողները։ Հիմա այդ մարդկանց այստեղ հաղթանակը պետք է, որպեսզի իրենք թոս փչեն, թե սեփական երկրի ժողովրդի, թե միջազգային հանրության աչքերում, որ իրենք լեգիտիմություն ունեն։ Իրենք լեգիտիմություն ունեն մեր բոլորի փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնելու համար։ Ըստ այդմ իմ խոսույթի մեջ անընդհատ եղել է թե քաղաքային, թե քաղաքական հռետորաբանություն։ Ես նույնը նկատել եմ այո նաև պարոն Ղուկասյանի հռետորաբանության մեջ։ Իմ գիծը ու իմ պատկերացումները այդ ամեն ինչի մասին հետևյալն են։ Այո, մենք ամեն ինչ պիտի անենք ու արել ենք վստահ եմ այս ընթացքում, որպեսզի Գյումրին չունենա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ։ Այո, ես կոչ եմ արել միշտ ու հիմա էլ եմ կոչ անում տնից դուրս գալ, գնալ ընտրությունների շատ լավ օր է, արևոտ օր է, աշկերտը չեմ կարողանում նորմալ բացել։ Եկեք ընտրության մասնակցեք, ձեր քվեն տվեք, որովհետև ձեր փոխարեն ոչ մեկ իրավունք չունի որոշում կայացնելու թե Գյումրիի ապագայի վերաբերյալ, թե Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի ապագան Գյումրիից է սկսվել փոխվել եւ մեզ մցրել է 7 տարի ծանր ճգնաժամային վիճակում, փորձել ենք Արցախը, թշնամին 3 տարի, 4 տարի արդեն երկրի ներսում է։ Հիմա Գյումրիից հնարավոր է այդ սրբագրումը, մաքրումը, թե ոչ, այս ընտրությամբ։ Ես այդքան ռադիկալ ձևակերպումներ հստակ ֆիքսենք, որ Գյումրիից այդ մարդը մենակով է քայլել, այսինքն իր թիկունքում կանգնած չի եղել ոչ մեկ։ Ես կարծում եմ, որ ապագա Գյումրիի ընդդիմադիր համայնքապետը, որը որ կընտրվի, հիմա կապ չունի ինչ կարգավիճակով, կոալիցիոն կլինի դա, միանձնյա կլինի դա, թե ուղղակի օրինակ մյուս ընդդիմադիր տեխնացուները կորոշեն կոալիցիա չկազմել, բայց ընտրել տվյալ մարդուն քաղաքապետ, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունենա, այդ տվյալ քաղաքապետի թիկունքում արդեն կանգնած կլինեն հազարավորները։ Ըստ այդմ հազարավորների ձայնը վստահաբար շատ ավելի բարձր է լսվելու, քան այն մի հոգու ձայնը, որը Գյումրու հրապարակում կանգնած 7 վերքի դիմաց, մի հրապարակում, որտեղ դեմ դիմաց երկու եկեղեցի են կանգնած եղել, մարդը ստով կեղծիկով եկավ մեզ բոլորիս կործանեց։ Պարոն Մխիթարյան, ասացիք գալու է ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, որի բովանդակությանը ոչ մեկ ծանոթ չեն։ Այլընտրանքը դրա ձեր պատկերացմամբ ո՞րն է լինելու, այսինքն խաղաղության չկա։ Հիմա եթե դուք ասում եք այլընտրանք, հիմա եթե ես ձեզ ասում եմ սպասեք, ես ձեզ ասում եմ այս մեքենան վերցրեք, դուք ասում եք, բայց ես ինչ մեքենա, ասում եմ կապ չունի։ Ասում եք, բայց եթե չգիտեմ։ Հիմա դուք փաստաթուղթ է մարդը, այս սովորական փաստաթուղթ չի բան, ԶԱԳՍ-ի վկայական չի, էլի։ Երկու հոգով չեն մտնում ԶԱԳՍ։ Ես չգիտեմ, դուք վստահ եք, որ դա խաղաղություն բառը այդ ամեն ինչի հետ կապ ունի։ Կներեք, ես 2021 թվականից այդ խաղաղություն բառը լսում եմ, 2021 թվականին
այդ խաղաղության օրակարգով մարտիկ եկան, 2022 թվականին եղավ ջերմուկի դեպքերը, 2023 թվականին վերջնականապես հանձնվեց Արցախը։ Մենք անընդհատ կորցնում ենք այն բոլոր հիմքերը պետական, որի վրա ստեղծվել է այս պետությունը։ Մեզնից պահանջում են փոխել սահմանադրությունը, մեզ ասում են հրաժարվեք ձեր անկախության հռչակագրից։ Այս ամեն ինչ որ ես ասում եմ, իշխող ուժի ղեկավարը իր բերանով է ասել, որ մենք սպասեք, ամեն ինչը բարեփոխելու եմ, եթե Արցախի ժամանակն էլ եկավ, Արցախն էլ եմ բարեփոխելու ու այդ շանտաժը, ինչ-որ խրխրացող падգամավորներ կան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, որոնց սովորաբար նոր տարվա սեղանին դրանց մարմնի մի հատվածն են դնում։ Այդ խրխրացողները, երբ որ Արցախի մասին խոսում են, այդ առանց մայկատրուսիկ ծառայացները, այդ որ անընդհատ բոլորին ինչ-որ չծառայելու կամ բանակից փախնելու մեջ են մեղադրում, արտգործնախարարի տեղակալը, կասեք ինչ գիտությունով է զբաղվում։ Հարցրել եք երբևիցե։ Որ տեղակալը։ Հա, այդ երևույթի։ Ինչ գիտությամբ զբաղվելու պատրվակով էին բանակից ազատվել։ Անդրանիկ Քոչարյանի տեղեն ինչ գիտություն է։ Ես այս կոնկրետ բաներ եմ ասում։ Սպասեք, մի մտեք այդ Արցախի գիծը, Արցախը իմ ներսում է, սպասեք։ Արցախը իմ ներսում է, իմ գլխի մեջ է, իմ հոգու մեջ է, 150,000 հատ Նիկոլ Փաշինյանը ու իրապես խրխրացող բաներ լինեն, ուսապարկեր լինեն, այդ Արցախի օրակարգը, որ իրանց մտածում են լեննականում, որ բերեցին Արցախի օրակարգ մցրեցին բանը, գյումրեցիները, վայ, Շիրակի մարզից ու Գյումրիից ամենաշատ տղեկն են գնացել Արցախում ծառայել, ամենաշատը, այդ հստակ վիճակագրություն կա, այդ մեկ, երկրորդը, ով գյումրեցուն ուզենա ներկայացնի վախկոտ, բանակից փախնող, փողով Արցախից թռնող, Արդեն հակադարձել։ Դե այսօր գյումրեցիները իրանց պատասխանը այդ ամեն ինչին կտան, որովհետև մարդը նույնիսկ բառապաշարի մեջ ենքան հստակ չի, որ ասում է Արցախը ենքան վատ տեղ էր, վատ չէ, վտանգավոր բառ կա, եթե ուզում ես օգտագործես, պետք է օգտագործես վտանգավոր բառը, ոչ թե վատ։ Հայաստանի Արցախի մասին երկրորդ անգամ անդերություն քարոզեց։ Ես գիտեմ մի շատ կարևոր բան ժողովուրդ։ Արցախի մասին խոսելուց ես միշտ շատ ավելի հուզմունքով եմ խոսում, որովհետև 2016 թվականից սկսած իմ կապը իմ հայրենիքի, իմ փոքր հայրենիքի, իմ ցավոք սրտի եսպայի դրությամբ զավթված հայրենիքի հետ շատ ավելի կոնկրետ է եղել եւ ապրիլյան պատերազմի ժամանակ ես ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ ապրիլյան պատերազմի մասնակցած գյումրեցի ընկերներ։ Նարեկ ջան, մի վարքյան էլի։ Դրա համար այն բոլոր մարդիկ, ովքեր փորձում են հրապարակներում գոռալ, որ Գյումրիի ընտրություններով փորձում են լուծել Արցախի հարցը, Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել Գյումրիի հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել Հայաստանի Հանրապետության ժողովրդին արթնացնելու նոր իմպուլս տալու հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել մեր խարխլված արժանապատվության հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք ի վերջո փորձում ենք լուծել մեր քաղաքը վերջնականապես վերականգնելու հարցը, որովհետև ցանկացած գյումրեցի տղամարդու համար այդ բոլորի անունից եմ ասում, կապ չունի ԿՊ-ական է թե ինչական է, իրոք ամոթ է 40-րդ տարելիցն է մոտենում երկրաշարժը մեր քաղաքը այս վիճակում։